Մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի դեպքերը, այլ նաեւ մեր իշխանությունից պահանջում է բացահայտել եւ պատժել այդ դեպքերի հետ կապված բոլոր մեղավորներին, հանձինս Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Մեր ժողովրդի համար կարծես թե մարտի 1-ի դատավարությունը եւ մի շարք աղմկահարույց գործեր դարձել են արդարադատության եւ արդարության չափանիշ։ Եվ դրա համար էլ ընդդիմությունը ինքն է ասում, բացահայտեք մարտի 1-ը։ Դա շատ լավ է, ես ողջունում եմ, բայց ինձ ինչպես նաև համոզված եմ շատերի մոտ հարց է առաջանում, արդյոք նրանք ազնիվ են այս առումով, իմ համոզմամբ ոչ։ Իսկ ինչու իրենց կառավարման տարիներին իրենք չբացահայտեցին մարտի 1-ը, չէ որ այն մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, շատ պարզ է։ Սիրելի ժողովուրդ, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը երկրի վարչապետ էր եւ բնականաբար ինչ-որ ձև առնչվում էր այդ ամենին։ Երկրորդ եւ երրորդ նախագահները համագործակցում էին, հանցակիցներ էին եւ երկուսն էլ գտնվում էին միևնույն նավի մեջ։ Բացահայտել մարտի 1-ը նշանակում է կրակել սեփական ոտքերի վրա եւ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի այդ դեպքերի քննությունը տանեն փակուղի։ Մինչ բացահայտումից խոսելը, սիրելի ժողովուրդ, պետք է մի կարևոր հանգամանք ընդգծեմ։ Մարտի 1-ի ցերեկվա ժամը 2-ից արդեն քաղաքապետարանի տարածքում վխտում էին իշխանության կողմից ներդրված այսպես կոչված սադրիչներ։ Իսկ ովքեր էին նրանք? Նրանք քրեաօլիգարխիայի կողմից ստեղծված հատուկ խմբեր էին, բանդաներ, եւ հենց այդ բանդաներն էլ մեր երիտասարդներին տարան կրակի բերան։ Մարտի 1-ից 3 օր անց մարտի 4-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց լրատվականներին ասելով. այն ամենը, ինչ եղել է նկարահանված է պրոֆեսիոնալ տեսախցիկներով եւ խոշորացնենք կտեսնենք, ով ինչ գործողություն է կատարել։ Եվ մենք դա տվել ենք իրավապահ մարմիններին, որ բացահայտեն։ Բացահայտման համար իշխանության կողմից ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, եւ երբ հանձնաժողովը մոտ էր մարտի 1-ի բացահայտմանը եւ արդեն իսկ բացահայտել էր, իշխանությունը անմիջապես ինչ-ինչ պատճառներով լուծարեց այդ հանձնաժողովը։ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին հանձնարարություն տվեց, որ շատ արագ բացահայտի մարտի 1-ը, եւ ինչ եղավ, 6 ամիս հետո Վահագն Հարությունյանը զեկուցեց, որ իր մոտ հրավիրել է 600 քաղաքացիներ, հարցաքննել են եւ ոչ մի արդյունք չի ստացել։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը Վահագն Հարությունյանին, ով ուներ գնդապետի կոչում, շնորհեց գեներալի կոչում, հավանաբար մարտի 1-ը չբացահայտելու համար։ Եվ հիմա այդ գեներալը Ռուսաստանի Դաշնությունում է եւ հետախուզման մեջ է։ Սիրելի ժողովուրդ, պետք է ասեմ, որ այս մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի այդ դեպքերի քննությունը տանեն փակուղի։ Փաստեր կոծկեցին, փամփուշտներ փոխեցին, երկրից մարդիկ հեռացան։ Իրեղեն ապացույցներ, օրինակ, արգրավեցին մարտի 1-ին գնդակահարված Գորքլոյանի իրեղեն ապացույց բաճկոնը, արգրավել են քննիչները, սակայն իրական գործի նյութերում այն չկա եւ անհետացել էր։ Այդ ժամանակ անգամ մարտի 1-ից չէին խոսում ու մտածում, անգամ չցավակցեցին պահպանության ծառայողները։ Երկրորդը, տեսեք, ուրիշ ձև չեն կարողանում թիրախավորել վարչապետին ու վարչապետի ընտանիքին, հիմա իրենց մագլավիկները փորձում են տարբեր տեղել նստել կանգնելով ասել, որ գիտեք, այ օրինակ այն սուպերմարկետը ոնց որ պատկանում է վարչապետի տիկնոջ, ասենք հարց, ինչի ասում է, բա որը տես չի խիա տենց արագ զարգանում։ Ասենց սուտ լուրեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ լուրերը ստահոտ են, նախ
ողորմած տատս էր ասում էշնիչ գիտի, նուշնին չա։ Դե անկիրթ մարդիկ չգիտեն, կրթվելու իմաստը որն է։ Այո, բոլորս կրթվելու կարիք ունենք, միայն անգետ տգետ մարդն ասում, որ ինքը ամեն ինչ գիտի եւ իրեն պետք չի կրթվել եւ ես շնորհակալություն եմ հայտնում Տիկին Հակոբյանին, ես կրթվել եմ նորաձևե շրջանակներում մեր հանրությանն ու հասարակությանը ավելի կրթված դարձնելու համար։ Երկրորդ մասով երեքստեից մի տիկին ասում է, այ Կոնջորյանի կինը աշխատում է Հայփոստում, այդ տիկինը իր թերթով մի օր էլ գրել էր, որ իմ կինը առաջատար մասնագետ է, տխրեցնեմ իրեն, իմ կինը երբեք չի եղել առաջատար մասնագետ, իմ կինը կրտսեր է եղել, հետո գլխավոր ու ընդ որում 2016 թվականից դա իմ հետ կապ չունի, դե պարզ է որ պետքա թիրախավորի գրի, բայց ես ինչ եմ ուզում ասել, օրինակ մեր կանայք պարկեշտ ընտանիքի հարցներ են եւ իրենց թույլ չեն տալիս այս թիմից փախչել, թռնել այն մյուս թիմ կամ ինչ-որ մարդկանցով գալ մարդ դառնալ ու այդ մարդկությունը միանգամից մոռանալ։ Օրինակ ինձ հետաքրքիր է, էլի, եթե չլիներ ոմանց խավորները, նրանք չհայտնվեին իմ քայլի ցուցակում, երբևիցե կպատկերացնեին մի օր, որ կդառնան պատգամավոր, այդ ընթացքում էլ մեր մասին գրում են, այ օրինակ, որ Վարազդատ Կարապետյանը դիմում չգրեր, Նարեկ Գրիգորյան չէր հայտնվել, Նարեկ Գրիգորյանը մաքուր ձայն է տարել, ձեր հետ է մրցել, իդեպ։ Հա 4 ձեն էր երևի տարբերությունը, չգիտեմ, ամբողջ մի հսկա օլիգարխիա էր աշխատում այն ժամանակ ձեր համար։ Հարգելի ընդդիմություն, ինչքան գովերգում եք Ռոբերտ Քոչարյանին, այնքան ավելի խորն եք փորում ձեր քաղաքական փոսը, այն փոսը, որ օրինակ 80 սանտի էր, հետո սարքեցիք 1.80 m, հիմա սարքում եք 2.80, որ էլ տեից չկարողանա կլներ դուս գալ ու քաղաքականությամբ զբաղվել, ասում է պարոն Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանն ունի 4 միլիոն դոլար կարողություն, բա ինչի չեք բացահայտում։ Միլիարդ կներեք, 4 միլիարդ դոլար ունի, ինչի չեք բացահայտում։ Կբացահայտենք, այո, անօք եղեք։ Բա եթե չենք բացահայտում, այդ վայթե քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն էին, գլուխները կախ, բերում իրենց գողոնը, հանձնում պետությանը ու մի բան էլ պակաս։ Բերելու եք, վերցնելու ենք հատիկ առ հատիկ, ոչ մի գողացող չի պլստալու։ Հասկանում եմ անհանգստությունը, հասկանում եմ նաև ոգևորությունը, դե մտածում եմ ոնց անենք, որ սրանք իշխանության չլինեն, այնեն մենք էլ մեր փողերը վայելենք, չի գողացված գումարը չի վայելվելու։ Ասում է, այստեղից են տիկինն ասում է բանա, բռնապետ կամ բռնապետիկ, հարգելի հայրենակիցներ, ես ուղղակի զարմանում եմ, էլի, կինը ոնց կարող է